Բժիշկ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է փետրվարի 15-ը։ Այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակ թանգարանում որպես կանոն նշվում է մեծ հայորդու կյանքն ու գործը ներկայացնող բանախոսություններով, ասմունքով, համերգային կատարումներով։ Վեհափար Հայրապետն իր տնօրինությամբ կյանք պարգևեց Ռուբեն Սևակի ազգականի Հովհաննես Չիլինկիրյանի երազանքին եւ Սևակին նվիրված հիշատակի տունը եւ նրա անձնական գեղանկարչական հավաքածուն հանգրվանեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, դառնալով Ռուբեն Սևակի թանգարան։ Եվ այս թանգարանը դարձավ ոչ միայն հիշատակի տուն, այլև կենդանի օջախ արևմտահայ գրականության։ Հայր Ասողիկն ընթերցում է Սևակի այլասերուն բանաստեղծությունից հատված։ 1911 թվականին գրված ստեղծագործությունը հնչում էր որպես նախազգուշացում մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կանգնած էր գոյաբանական խնդրի առաջ։ Այսօր պատճառները շատ բարդ են անշուշտ։ Այսօր այլասերումը շարունակում է մնալ արդիական, այն հիշեցում է, որ հայ ազգի գոյության հիմքը նախ եւ առաջ հոգեվոր կյանքն է, ասում է Տեր Ասողիկ Ղաբեղա Կարապետյանը։ Ամեն տարի ոգեկոչելով Ռուբեն Սևակի հիշատակը մենք մեր հոգու հայացքի առջև մեր ինքնության անհատական ինքնության առջև կերպավորում ենք Սևակին իր կյանքով եւ իր պատգամով։ Ոչ միայն գրական պատգամով, այլև կյանքի կենդանի օրինակով, որպես հայ մտավորական նա իր կյանքը դրեց իր ազգային զոհասեղանին, այն վճռականությամբ եւ այն վստահությամբ, որ իր ազգը հավիտենապես ապրելու է։ Հոգևոր ու աշխարհիկ կատարումներով հանդես եկավ Լուսե երգչախումբը, որն ամիսներ առաջ հիմնադրել է խմբավար Գրիգոր Հարությունյանը։ Երգչախումբը նաև Չայկովսկու ստեղծագործություններից կատարեց։ Մայրաթոռում ելույթ ունենալը շատ խորհրդանշական եւ պատասխանատու է, հատկապես մեզ նման հավատացյալների համար։ Այս դժվար օրերում ինձ թվում է աղոթքը հնչեցնելը եւ երգելը երբեք քիչ չէ։ Երբեք։ Հակառակը ավելի պետք է շատացնել, անդադար պետք է երգել, գոհաբանել մեր Տեր Աստծուն։ Եվ ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար, որ այսօր հնարավորություն է մեզ ընձեռնվել այդ փառաբանությունը կատարել այստեղ։ Ռուբեն Սևակը հայ մտավորականներից էր, որին Օսմանյան կառավարության որոշմամբ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալել են աքսորել սիրիական անապատ։ Սևակն ընդամենը 30 տարեկան էր, նա բուժում է թուրք պաշտոնյա Արաբաջի Իսմայի աղջկան, դրա դիմաց պաշտոնյան առաջարկում է ամուսնանալ իր դստեր հետ եւ իսլամ ընդունելով փրկվել սպառնացող անխուսափելի վտանգից։ Սևակը հրաժարվում է, քանի որ քրիստոնեությունը ազգային ինքնության մաս էր համարում։ Օգոստոսի 25-ին գրողը հեռագրում է սիրելի կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ Այաշի բանտում է։ Դրանից մեկ օր անց դեպի Այաշ աքսորի ճանապարհին Սևակին եւ բախտակից 4 ընկերներին խոշտանգելով սպանում են։ Մանավանդ մեր օրերին ոգեկոչելով Ռուբեն Սևակի հիշատակը մենք նպատակ ունենք, մենք ուղերձ ունենք այսօրվա մեր մտավորականությանը, որը կարծես թե գոյություն չունի, որը կարծես թե չունի Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի եւ մեր այլ մեծերի առաքելությունը, տեսլականը եւ չունեն այն կենդանի օրինակը, ինչ որ ուներ Ռուբեն Սևակը, բայց եւ մենք հավատում ենք Ռուբեն Սևակի խոսքին, հավատում ենք Ռուբեն Սևակի կյանքի պատգամին, որ հայոց ազգից տակավին ելնելու են այդ երիտասարդ եւ ուշիմ եւ հայրենանվեր մտավորականները, որոնք, ինչպես Սևակն ասաց այսօրվա իր ընթերցվածքից, կերտելու են մեր նոր ոսկեդարը, ոչ այլասերումին, վերածնունդ։
Ահա այսօրվա հանդեսի պատգամն ուղված մեզանից յուրաքանչյուրին հայ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցչին։ Ամեն տարի Ռուբեն Սևակի ծննդյան օրը այսքան գեղեցիկ նշվում է, լինում են եւ համերգային հատվածներ եւ պոեզիայի հատվածներ, որը որ կարողանում է հոգինորոգել։ Հոգեշնոր է այս գործը, աստվածաշնոր է եւ չեմ ցանկանում երբևիցե բաց թողնել նման առիթները։ Սա նման է նաև հոգևոր աղոթքի, երբ լուռ ինքդ քեզ հետ կարողանում ես խոսել այս մի քանի րոպեների ընթացքում։ Եվ ոչ միայն տոնակատարությունը կամ այս հիշատակը, ծննդյան հիշատակը նշելով հիշում ենք Ռուբեն Սևակին, այլ կարողանում ենք հիշել խորհուրդներ, շատ խորհուրդներ, որ նա ժառանգություն է թողել, շատ խորհուրդներ, որոնք երգի միջոցով են անցնում այսօր մեր հոգին նորոգելու։ Թանգարանում պահվում ու ցուցադրվում են նահատակ բանաստեղծի անձնական իրերից կարևոր փաստաթղթեր, արվեստի եւ գրական գործեր։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։